Արդյունքների հայրենակիցներ եթերում կրկին խաչմերուկն է, սա արդեն մեր թվով երրորդ հաղորդումն է այսօր մարտի սկիզբ, մարտի 1-ին, եւ մենք շարունակում ենք հետևել վերջին իրադարձություններին, որոնք որ ծավալվում են ամբողջ Մերձավոր Արևելքում, շատ լուրջ պատերազմական գործողություններ են ընթանում, եւ այդ պատերազմական գործողությունները ներառել են բազմաթիվ երկրներ։ Իրանը, արաբական երկրները, մինչև Իսրայել, այդ ամբողջ հսկայական շրջանը ռազմական գործողությունների մեջ է։ Իրանը շարունակում է հարվածներ հասցնել գրեթե ամենուր, որտեղ որ կան ամերիկյան ռազմաբազաներ, բայց հետաքրքիրը այն է, որ ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազաներին է հարվածում, այլ նաև այդ պետությունների տարբեր բնակելի հատվածներին, հատկապես հյուրանոցներին, նավթային օբյեկտներին, որոնք որ որևիցե կապ չունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի հետ։ Չնայած նրա, որ Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաքչին ասում է, որ թիրախում հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազաներն են եւ նրանք որևիցե գործ չունեն այդ երկրների հետ, բայց իրականությունը այն է, որ Իրանը աջ եւ ձախ հարվածներ է հասցնում, այսօր նաեւ տանկեր է խոցել եւ շարունակում է պահել իրեն որպես տերորիստական ահաբեկչական պետություն, եւ սա իրականությունն է։ Բնականաբար այս ամենը հետևում է իրենց հոգեոր առաջնորդի մահվանը, այսինքն կատաղել է Իրանը եւ աչուձախ հարվածներ է հասցնում, բայց մենք հիմա տեղեկանում ենք այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 30 ռումբ են միանգամից օգտագործել, որպեսզի ոչնչացնեն Խամենեին եւ նա չի հասցրել ուղղակի վայր իջնել, նկուղային մաս եւ շատ արագ իրեն ոչնչացրել են։ Եվ դրանից բացի նրա հետ միասին Իրանի գլխավոր զինված շտաբի պետին են ոչնչացրել, պաշտպանության նախարարին են ոչնչացրել, պահապանների կորպուսի ղեկավարին են ոչնչացրել, Թրամփը քիչ առաջ հայտարարեց, որ այս 1.5 օրվա ընթացքում, ոչ ամբողջական 2 օրերի ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողացել են ոչնչացնել ընդհանուր առմամբ 48 առաջնորդի, իրանական 48 առաջնորդի։ Պարզ է դառնում, որ հիմա Իրանի ղեկավարությունը ճիշտ է ոչ միայնակ, բայց հիմնականում ստանձնելու է նախագահ Մասուդ Փեզեշքյանը եւ դրանից բացի երկրորդ մեջ պետք է որ ընտրեն նոր հոգևոր առաջնորդ Իրանում։ Բայց գրեթե համոզված եմ, որ այդ նոր հոգևոր առաջնորդը նույնպես լինելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի թիրախում։ Դրանից բացի Դոնալդ Թրամփը ասում է, որ դա արդեն 3 երեկոյան էր իրենց ժամանակով ասել, որ Իրանը հայտարարում է, որ այսօր շատ ուժեղ հարված է հասցնելու, սակայն ավելի լավ է դա չանեն, ասում է Թրամփը։ Եթե դա անեն, մենք նրանց կհարվածենք այնպիսի ուժով, որը երբեք չի տեսնվել։ Այսինքն Թրամփը ասում է, որ Իրանը խոստանում է հարվածել ինչ-որ շատ ուժեղ զենքով, բայց եթե նրանք նման կերպ վարվեն, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները կհարվածեն այնպիսի զենքով, որ երբեք ոչ ոք դեռ չի տեսել։ Սա հստակ ակնարկ է, որ Իրանը ինչ-որ զենք ունի, թաքուն զենք, որը որ կարող է օգտագործել։ Խոսքը հավանաբար ինչ-որ միջուկային զենքի մասին է, կարող է կեղտոտ ատոմային ռումբի մասին է, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ նախազգուշացնում է, որ նման բան չանեն։ Դրանից բացի այսօր Իրանը հայտարարեց, որ իրենք փակում են Հորմուզի նեղուցը եւ հիմնականում փակում են Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտնում են, որ իրենք խոցել են արդեն իրանական նավը եւ այդ նավը շուտով կանցնի ջրերի խորքը, բայց Իրանն էլ հայտարարում է, որ 4 հրթիռով փորձել են հարվածել Ավրահամ Լինկոլնին, ավիակիր Ավրահամ Լինկոլնին, չնայած որ ոչինչ չի եղել, երևի մի փոքր ճանկվել է, եթե նույնիսկ բեկորներ ընկել են նրա վրա, դե հերքում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, ասում է, որ ոչ մի խնդիր չունի Ավրահամ Լինկոլնը եւ շարունակում է իր աշխատանքը իրականացնել։ Դրանից բացի կարևոր է նշել, որ Մասուդ Փեզեշքյանը ուզում է այս ամենին կրոնական
երանգ տալ եւ ասում է, որ սա աշխարհի մուսուլմանների դեմ քայլ է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից եւ Համեյնիի սպանությունը սա պատերազմի հայտարարում է իսլամ աշխարհին, մուսուլմաններին։ Իմիջիայլոց Իրաքում եւս այդպիսի կոչեր են հնչել, դա Իրանում էլ բնականաբար մարդիկ հավաքվել էին եւ մահ Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին վանկարկում էին։ Մի մասը շատ է ուրախացել, ես ասում էի այդ մասին, հրավառություններ, տոնախմբություններ, դա ինչքանով որ կարող են մարդիկ, քանի որ ահռելի ահավոր ռեժիմ է, մարդասպան ռեժիմ է, բայց հստակ նկատվել էին պարերը եւ հրավառությունները, բայց կային նաեւ հազարավոր ցույցեր, այսինքն տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին, որպեսզի սքան Այաթոլլայի մահը եւ կրկին վանկարկեն մահ Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին։ Ահա սա է իրականությունը, սիրելի հայրենակիցներ, նույն իրավիճակն է փաստացի նաեւ Իրաքում էլ էին հավաքվել կատաղած մահմեդականները եւ մահ Իսրայելին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին էին բղավում։ Նույն իրավիճակն է նաեւ Պակիստանում, այնտեղ էլ հարձակվել էին ՄԱԿ-ի գրասենյակի վրա։ Կարևոր է նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը շարունակում են հարվածներ հասցնել Իրանին, հատկապես Թեհրանին, եւ ասում են, որ բավականին մեծ հաջողություններ ունեն, բայց այնպես չէ, որ Իրանն էլ հաջողություններ չունի։ Դե իրենց հաջողությունը այն է, որ իրենք կարողանում են հրթիռներ արձակելով մեկ-մեկ նաեւ հարված հասցնել Իսրայելին։ Այս վերջին հարվածների ընթացքում Իսրայելի ուղղությամբ սպանվել է 8 մարդ, 20-ից ավել մարդիկ փաստացի վիրավորվել են, քաղաքացիական հատվածում են այս զոհերը, բայց գիտենք նաև մենք այն, որ երեք Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածների պատճառով Իրանում էլ բազմաթիվ երեխաներ, աղջիկ երեխաներ էին սպանվել, դպրոցականներ։ Իրանը, ինչպես արդեն նշեցի, աչուձախ հարվածներ է հասցնում Աբու Դաբիին, Դուբային եւ այդպես շարունակ։ Իմիջիայլոց նաեւ Իրանը հարվածներ է հասցրել Ֆրանսիայի ռազմածովային ուժերին, որոնք որ գտնվում են Աբու Դաբիում, չնայած նրա որ Ֆրանսիան շատ չեզոք է իրեն պահում, բայց Իրանը որոշել է նաեւ հարված հասցնել Ֆրանսիայի զինված ուժերին, Ֆրանսիայի զինված ներկայությանը Աբու Դաբիում։ Դրանից բացի Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր հայտարարեցին, որ իրենք էլ հաստատի իրենց զինվորականների շարքում ունեն զոհեր, 3 Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորական զոհվել է, 5-ը վիրավորվել են այս ռազմական գործողությունների ընթացքում։ Ու սա է, սիրելի հայրենակիցներ, հիմնականում այնինչ տեղի է ունենում Իրանի շուրջ։ Իմիջիայլոց Աֆղանստանում էլ հանգիստ չէ, Աֆղանստանի եւ Պակիստանի միջև այս ռազմական գործողությունների ընթացքում այնտեղ սպանվել է 995 մարդ, բայց բնականաբար մեզ համար հիմա շատ ավելի կարևոր է վտանգավոր է այնինչ տեղի է ունենում Իրանում եւ Իրանի շուրջ։ Եթե Թրամփը հայտարարում է, որ սպանել է 48 առաջնորդների, դա իրոք Ամերիկայի Միացյալ Նահանգների համար եւ Իսրայելի համար բավականին մեծ հաջողություն է եւ ըստ տրամաբանության նրանք շարունակելու են սպանել Իրանում բոլոր առաջնորդների։ Վլադիմիր Պուտինը շատ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել, Ռուսաստանի Դաշնությունը ընդհանրապես բոլոր ռեկորդները հայտարարության առումով արդեն սահմանել անցել է, շատ կոշտ կոպիտ հայտարարություններ, նաև նման ոճի հայտարարություններ ունենք նաև Չինաստանից, բայց նույն ժամանակ հասկանում ենք, որ Ռուսաստանում բավականին լուրջ ձևով մտահոգված են, նույն իրենց դուբին-դուգինը ասում է, որ եթե իրանական ռեժիմը ընկնի, շատ վատ է լինելու Ռուսաստանի Դաշնության համար եւ հաջորդը արդեն իրենք են լինելու։ Իսկ եթե Իրանը կարողանա այս իրավիճակից դուրս գալ, դա կարող է շատ կարևոր բեկումնային կետ լինի իրենց համար, այսինքն Ռուսաստանի, Իրանի եւ երևի նաեւ Չինաստանի, չնայած Չինաստանը շատ հետաքրքիր խելացի քաղաքականություն է վարում, չի կարելի Չինաստանին, Իրանին եւ Ռուսաստանին նույն շարքին դասել։ Ավելի շուտ Իրանը եւ Ռուսաստանը նույն շարքում կարելի է դասել, բայց Չինաստանը բնականաբար ոչ։ Այս բացի ահա քիչ առաջ, հենց շատ քիչ առաջ Թրամփը տեղեկացրել է, որ Իրանի իշխանությունները արդեն խնդրել են բանակցություններ, բայց խոշոր պայթյուններ են քիչ առաջ տեղի ունեցել նաև Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի կենտրոնում եւ ամենամեծ շինություններից մեկին է Իրանը հարվածել։ Դրանից բացի կան արդեն
արբանյակային նկարներ, թե ինչպես Դուբայի Ջեբել Ալի նավահանգստին է հարվածել Իրանը։ Այնց բացի նոր հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Նետանյահուն եւ նա ասում է, որ շատ ինտենսիվ հարվածներ են հասցնում Թեհրանի սրտին եւ այս մի քանի օրերի ընթացքում ավելի ու ավելի կհզորանա իրենց ինտենսիվությունը եւ իրենք ունեն բավականին կարեւոր եւ լուրջ հաջողություններ։ Եվ նա ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնությամբ ինքը հասել է իր երազանքին, որ 40 տարի երազում էր, այսպիսի հզոր եւ վճռորոշ հարված հասցնել Իրանին։ Եվ իսրայելական թերթերից մեկը տեղեկացնում է, որ Թրամփը Իտալիայի միջոցով առաջարկել է Իրանին կրակի դադարեցում, այսինքն Թրամփը նաև ասում է, որ Իրանը ուզում է բանակցել, ուզում է, որ այս պատերազմը ավարտվի։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց հետաքրքիր է այն առումով, որ եթե իրոք 48 առաջնորդի հաջողվել է սպանել Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, ապա մեծ է հավանականությունը, որ հիմա արդեն Իրանը ցանկանա բանակցել, իրոք նստել բանակցությունների սեղանի շուրջ, ես չեմ բացառում, կարող է 1-2 օր էլ շարունակվի շատ ինտենսիվ պատերազմը, որից հետո արդեն Իրանի նոր իշխանությունները կամ իշխանության մնացորդները, բնականաբար Մասուդ Փեզեշքյանը իշխանության մնացորդ է, քանի որ իրական իշխանությունը կենտրոնացած էր Իրանի հոգևոր առաջնորդի ձեռքերում, իսկ նա այլևս չկա, իր ժառանգորդները նույնպես չկան, իր որդին էլ է ասում են սպանվել, դուստրն է սպանվել, թոռներն են սպանվել եւ բազմաթիվ ուրիշ առաջնորդներ։ Այսինքն հնարավոր է արդեն Մասուդ Փեզեշքյանի ձեռքերն էլ ավելի ազատ լինեն եւ նրանց բոլորի, ովքեր որ մնացել են այս պահի դրությամբ իշխանության ղեկին, մնացել են անպաշտպան եւ անօգնական, ու ամենայն հավանականությամբ կարող է իրենք ցանկանան գնալ շատ լուրջ զիջումների, մոտավորապես այնպիսի զիջումների, որոնց որ գնաց Վենեսուելան, ես սա չեմ բացառում, ճիշտ է մի փոքր ուրիշ մենթալիտետ է մահմեդական աշխարհում, պարսիկների մոտ, բայց այնուամենայնիվ ապրել բոլորը ցանկանում են եւ դժվար թե Մասուդ Փեզեշքյանը կամ Աբբաս Արաքչին ֆանատիկների շարքում լինեն եւ կփորձեն ինչ-որ չափով պայմանավորվել այնպես, ինչը ձեռք կարող է տալ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին։ Այս պայմանավորությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։